Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։ Ողջույն, այսօրվա մեր հաղորդումը տարբերվում է մյուսներից։ Այսօր փոփարտում ամանոր է և ուրախ տրամադրություն։ Մեզ մոտ այսօր չեն լինի սկանդալներ և սուր իրավիճակներ։ Այսօր եկել են բոլոր այն երգիչ-երգչուհիները, ովքեր այս տաղավարում քննարկվեցին և քննադատվեցին, պարզաբանեցին ու հակառակվեցին, բայց վերջի վերջո նաև համաձայնվեցին։ Նրանք եկել են իրենց գեղեցիկ կատարումներով ուրախացնելու մեզ և ձեզ, տոնական տրամադրությամբ լցնելու մեր սրտերը և փոփարտում ամանորն էլ ավելի տպավորիչ դարձնելու։ Այսօր ամփոփելու և հիշեցնելու ենք մեր հաղորդման ընթացքում հյուրերի կողմից հնչեցված սկանդալային, հետաքրքիր և միևնույն ժամանակ անսպասելի խոստովանություններն ու կարծիքները։ Ամիսներ շարունակ մենք ականատես եղանք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների պոռթկումներին, բարկությանը, զարմանքին, դժգոհություններին և իհարկե գոհունակություններին։ Այսօր հենց այդ նույն արտիստները եկել են իրենց բարեմաղթանքի խոսքն ասելու և շնորհավորելու մեզ։ Եթե ես լինեի լեսբիանկա, ես ցույց կտայի, բայց ես 100% նատուրալ կա եմ։ Դուք խոսում եք արտիստի հետ, դուք խոսում եք երգչուհու հետ, ես առաջնորդվում եմ ինձանով, ես իմ ճիշտն ունեմ այս կյանքում, տենց խոսեմ։ Ամենից շատ հեշտ եւ հարթ է իմ կյանքում, թող միշտ էլ այդպես դրական եւ ուրախ կարծիքի լինեն իմ մասին։ Հերիքա իմ մասին ապուշ հիմար բամբասանքներ տարածել, թե ինտերնետում, թե ընդհանրապես կոֆե խմելուց։ Ես արվեստագետ եմ եւ ելույթ եմ ունենում։ Ինձ ուղղակի ցնցեց ձեր մեկնաբանությունը, որ դրանք հիթեր չեն դառնում, որովհետև կարծում եմ ես այն եզակի երգիչներից եմ, որոնք շատ ուշ են երգ թողարկում, բայց այդ երգերը, այսպես ասած, ժանրի կլասիկա են, դառնում։ Ես ճանաչվել եմ դեռ այն ժամանակվանից, որ սկսում եմ երգել Պետչենից նվերներ երգել, իմ համար դա ծիծաղել է ուղղակի, եթե դա որպես փաստ եք ներկայացնում։ Երգում եք։ Բայց մի բան էլ ասեմ, մի հատ նորից, ախպերս մի հատ զվուկ լավ երգան, տալի։ Իսկ մենք էլ խոստանում ենք միշտ լինել ձեր կողքին և… Սկսենք։ Հա! Հայկական շոու-բիզնեսի թանկամացյութը հաղորդման ընթացքում խոստովանեց, որ շատ կատարողներ վախենում են իր վառ կերպարից և տալիս են գումարներ, որպեսզի մյուսը չմասնակցի այն նույն համերգին, որտեղ նրանք են մասնակցում։ Նաև վերջ դրեց այն ասեկոսեներին, որոնք վերաբերվում էին նրա սեռական կողմնորոշմանը, ասելով, որ եթե նա լիներ միասեռական, դա երբեք չէր թաքցնի։ 1, 2, 3, come to me. Don't you make a noise, don't run away from me. 1, 2, 3, come to me. Don't you make a noise, don't run away from me. 1, 2, 3, look at me. I come in this close, I'll let you think of me. 1, 2, 3, look at me. I come in this close, I'll let you think of me. All inside me, it is yours, and my love is fresh rose. 3, 2, 1, up and down, turn around you.
talk to me. All for us is we're living stars. 3, 2, 1, look around. Can't you see? Don't run away from me. Oh, inside me, it is yours, and my love is fresh rose. Oh, inside me, it is yours, and my love is fresh rose, rose. Oh, inside me, it is yours, and my love is fresh rose, fresh rose. All inside me, it is yours, and my love is fresh rose, fresh rose. All inside me, oh yeah, oh yeah, oh yeah, oh yeah, oh yeah, oh yeah, oh Շնորհավոր բոլորի նոր տարին հատկապես Լավ շատ սիրուկ ասել, սա ինչ կա, բայց ուղղակի որ Արմենին նայում է, ուշքը զգնում է։ Ինչպես նաև ծիծաղելի համարեց այն խոսակցությունները, որոնք վերաբերում էին Վայ, դու ես։ Գտա։ Հաղորդման հաջորդ հյուրը սկանդալային Լիլուն էր, ով բավական ագրեսիվ, բայց նշեց, որ իր տեսահոլովակներում չի ներկայանա միայն այն պատճառով, որովհետև հայ հասարակությունը դեռ դրան պատրաստ չէ։ Ինչպես նաև երգչուհին նշեց, որ եթե հիմա սկսեր իր գործունեությունը, ապա հաստատ Լիլու անվամբ հանդես չէր գա։ Ես այսօր քեզ կասեմ նոր մի խոսք, որ չեմ ասել, քեզ սիրել, փայփայել, բայց և միշտ լուռ եմ մնացել, հիմա լսիր դու ինձ սերի, կասեմ ես քեզ խոսքերը սիրող սեր
բոլորիս սուրբ ծնունդը եւ ամանորը։ Մաղթում եմ բոլորիս անսպառ ժպիտներ։ Ուզում եմ, որ երջանիկ լինեք, խինդով լեցուն լինի յուրաքանչյուրի ընտանիքը։ Շնորհավոր եւս մեկ անգամ 2014 թվական։ Ջուս ասում ուզում ես 6։ Չէ, շատ է։ Հետ գնա։ Նոր տարվա գիշերը ջուսը եկեց։ Հիմա մի վայրկյան գնաց։ Ջուս թաթուլի։ Հիմա ֆերս, ջան, 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 ջանապերս, քեզ հուրբան, Սպասեք նոր տարվա գիշերին։ Սպասեք նոր տարվա գիշերին ու նոր կարողանալ։ Բարև թաթուլի։ Ես սովորացրեցի։ Ամենահզոր վոկալ ունեցող երգչուհիներից մեկը Սոնա Շահգերդյանը մեր հաղորդման ընթացքում խոստովանեց, որ սիրում է, առաջնորդվում է միմիայն իրենով եւ որ իր ճիշտն ունի այս կյանքում։ Անցրևից հոգնած մայթերը թաց եւ ուշացած անտումի մեղեդի նոր շրջում է փողոցով երկար թակում անցնում դռները փնտրում մենակ կորած մեր սերը համբույրի տակու կետքերը ուշացած մեր ափսոսանքը Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ, թող այս տարի լինի երջանկության, սիրո եւ խաղաղության տարի, եւ իհարկե ամենակարևորը բոլորին առողջություն։ Поздравляю с Новым годом։ Ստեղծագործել եւ նոր սկանդալներ գտնելու ակնկալիքով։ Թե ինչ կհանդիպենք արդեն նոր 2014 թվականին։ գրանցել։ Իսկ մեկ էլ մեկ։ Поздравляю с Новым годом։ Մարիաննա, նա վերջապես խոստովանեց, որ սեփական երգում իր անունը հնչեցնելը բավականին հեշտ ու պարզ քայլ էր իրեն հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների կողքին դասելու համար։ Նաև անկեղծ խոստովանեց, որ իրեն դուր չի եկել ամսագրերից մեկի բացասական անդրադարձը եւ որ դրանից հետո նա ուղղակի արգելել է տվյալ ամսագրին անդրադառնալ իրեն վերաբերվող որևէ տեղեկությանը։ Շպիտ նորից Ինձ մոտ արցում
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս նոր տարին, երբ Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ, որ այս տարի կարողանան բոլորը իրենց հոգսերը դնեն մի կողմ, լինի շատ դրական, պոզիտիվով լեցուն տարի, եւ քանի որ ձիու տարի է, թող բոլորը օժտված լինեն այն արժեքային համակարգով, որ ունի ազնվական ձին, այսինքն լինեն ավելի վեհ, իմաստուն եւ ազնիվ։ Լսեցի չէ։ Մեթատրոն մի շոու լս։ Հայերու մեջ գեղեցիկ պատկերն ունի նաև հակառակ կողմը։ Ու մոռացա։ Երբ որ ես դե չգիտեմ, որ ես ոնց որ նկարեմ, գրել նո լուր լավ է, դա աղջիկի դանդավորու դանդախազու, դες կնքել եմ դանդավորու Մեծ աղմուկ բարձրացրեց նաև երգչուհի Նանայի հետ ունեցած մեր հարցազրույցը։ Երգչուհին նշեց, որ այո, ինքը լիդեր է, իրեն համարում է թանկ բարձրատրվող երգչուհի եւ երգում է այն, ինչ ժողովուրդն է սիրում։ Իսկ հաղորդման ընթացքում հնչեցված նրա մի քանի արտահայտություններ ուղղակի իրար խառնեցին ողջ համացանցն ու քննարկելու եւս մեկ առիթ դարձան։ Երգչուհին պատմեց, որ շուտով պատրաստվում է ամուսնանալ եւ հույս հայտնեց, որ վերջապես վերջ կտրվի իր մասին հնչող բոլոր ասեկոս
Շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Ամանորդ։ Ես բոլորիդ ցանկանում եմ լինել երջանիկ, ուրախ, ժպիտով, ցանկանում եմ բոլորիդ մեծ սեր, մեր դատավորն ու դատախազին էլ ցանկանում եմ, որ այս գալիք նոր տարուց հետո իրենք դառնան շատ բարի, լավ ու դրմի չանեն։ Ես ձեզ շատ սիրում եմ, ես ձեզ հայ ժողովուրդ։ Շնորհավոր նոր տարի հասուն։ Հա, ասես մտածում եմ ինչ անեմ հետաքրքիր։ Տենց։ Ոչ դու ո՞նց ես վեր կանալ։ Մի բան կմտածեմ։ Այսքանով ավարտվեց ջան։ Հայաստանից գրեթե 1 տարի բացակայող երգչուհի Ռիփին մեր հաջորդ հաղորդման հյուրն էր։ Նա խոստովանեց, որ իր կողքին ուներ իրեն ոչ համապատասխան մեկին, ով խոչընդոտում էր իր գործունեությանը, եւ ավելացրեց, որ փառք Աստծո այդ ամենն արդեն անցյալում է։ Նա խոսեց նաեւ իր ամենացանկալի երազանքների Playboy ամսագրի շապիկին հայտնվելու եւ համաշխարհային աստղ դառնալու մասին, հույս հայտնելով, որ դրանք շուտով իրականություն կդառնան։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին ու ցանկանում եմ, որ այս տարի բոլորը երազեն, որովհետև երազանքները իրականանում են։ Շնորհավորում եմ։ Մեր հաղորդման հաջորդ հյուրը երգիչ Էրնեստն է։ Նա նշեց, որ հենց սկզբից հասարակության Եվ չես սպասեք երջանկություն խաղացում։ Մեր հաղորդման հաջորդ հյուրը երգիչ Էրնեստն է։ Նա նշեց, որ հենց սկզբից հասարակությունը չընդունեց իր հումորը, ասաց, որ նա մի կերպար է, ով երկրպագում է Նիվային, եւ որ իրեն դուր են գալիս իր մասին արված բոլոր վատ մեկնաբանություններն ու կարծիքները, ինչպես նաեւ նշեց, որ իր երկրպագուները առաջիկայում սպասեն ոչ թե Էրնեստի նոր ստեղծագործությունների, այլ նոր գեղեցիկ մարզված կազմվածք ունեցող Էրնեստին։
Սկսենք, չէ՞ որ։ Արդեն այն որ լավ գնացած եք։ Այս տարվա մեր հաղորդման վերջին հյուրը երգչուհի Օլգա Այվազյանն էր։ Երգչուհին նշեց, որ երկար տարիներ հայկական շոու բիզնեսում լինելու եւ չմոռացվելու իր այցեքարտը հիթ դարձած երգն է եղել։ Ինչպես նաեւ ծիծաղելի համարեց այն խոսակցությունները, որ ինքը փորձում է նմանվել հայ երգչուհիներից մեկին։ Ինչպես նաեւ հերքեց այն բոլոր խոսակցությունները, որոնք վերաբերում են ռուսերեն լեզվի չիմացությանը, նշելով, որ նա ունի հիանալի կրթություն եւ իր կողմից ռուսերեն լեզվով արված սխալ գրառումը ընդամենը կատակ էր։ Քեզի զուրեի տանջում, հերուկ պաղջում ու պանջում, որ հանգիստ ինձ թողնես մեկ էր շատ հանկարծակի, հուրը սիրո կայծակի, հարվածեց ինձ այնպես որ ես այլևս առանց քեզ էլ կյանք չունեմ պատկերացնում ես սիրելիս ես քո գինը իմացա ու գինը քո դարձա իմ սեր ես քեզ հետ ամուսնացա ես սրտում այդտեղ չկա դու ես այն գրավեր ոչ մի աղջակա պետք չէ ոչինչ չգարավեր դու ինձ անսերան դունդից վեր հանեցիր դե արի ու իմ սիրտ համեցիր սերն է իմ ասպերություն ես քեզ հետ գիչնեմ անդուն ես քեզ հետ կրնեմ երկինք ու մեզ սերն էլ ավելի մեծ ուժով է վերվելու ծովերի պես արելի այն երբեք չի սպարվելու այլևս առանց քեզ էլ կյանք չունեմ պատկերացնում ես սիրելիս ես քո գինը իմացա ու գինը քո դարձա իմ սեր ես քեզ հետ ամուսնացա ես սրտում այդտեղ չկա դու ես այն գրավեր ոչ մի աղջակա պետք չէ ոչինչ առավեր ես քո գինը իմացա ու գինը քո դարձա իմ սեր ես քեզ հետ ամուսնացա ես սրտում այդտեղ չկա դու ես այն գրավեր ոչ մի աղջակա պետք չէ ոչինչ առավեր դու ինձ անսերան դունդից վեր հանեցիր դե արի ու իմ սիրտ համեցիր դու ինձ անսերան դունդից վեր հանեցիր դու ինձ անսերան դունդից վեր հանեցիր Ես քո գինը իմացա ու գինը քո դարձա իմ սեր ես քեզ հետ ամուսնացա ես սրտում այդտեղ չկա դու ես այն գրավեր ոչ մի աղջակա պետք չէ ոչինչ առավեր ես քո գինը իմացա ու գինը քո դարձա իմ սեր ես քեզ հետ ամուսնացա ես սրտում այդտեղ չկա դու ես այն գրավեր ոչ մի աղջակա պետք չէ ոչինչ առավեր դու ինձ անսերան դունդից վեր հանեցիր դե արի ու իմ սիրտ համեցիր Շնորհավորում եմ բոլորիս ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ, որպեսզի գալիք տարին լինի հաջողության, խաղաղության եւ երջանկության տարի եւ ամենակարևորը հայ ընտանիքներում թող տիրի խաղաղություն եւ մեծ ջերմություն։ Իսկ ամենաշատը ցանկանում եմ, որպեսզի բոլորը ժպտան։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Այսքանով ավարտում ենք մեր տոնական հաղորդումը։ Ոնց գալու որ ես Նիհար ցած Նիհար ոնց դիրեք երեխա Մի հատ է ուրացրած պրոշները հայավարի Իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին մշտապես մեր կողքին լինելու եւ մեր արտաքին տեսքն ապահովելու համար։ Իսկ մեր հաղորդումն էլ ավելի գեղեցկացնելու եւ մեր տաղավարին տոնական շունչ հաղորդելու համար շնորհակալություն ենք հայտնում Prestige Wedding Plan-ը կազմակերպությանը։ Այսքանով ավարտվեց։
Այսքանով ավարտում ենք մեր տոնական թողարկումը։ Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ, թող ձեզանից անպակաս լինեն միմյանց հաջորդող տեսահոլովակներն ու գրագետ աշխատանքի դիմաց ստացած մրցանակները։ Միշտ եղեք սպասված եւ քննարկված, միշտ ստեղծագործեք ու զարմացրեք, միշտ եղեք դեղին մամուլի կիզակետում, բայց մի մոռացեք, որ այն միշտ չէ, որ հաջողություններ է գրանցում։ Իսկ մենք էլ խոստանում ենք միշտ լինել ձեր կողքին եւ ել ավելի ուշադիր հետեւել ձեր կողմից արված յուրաքանչյուր քայլին եւ իհարկե սայթակումներին։ Սիրելի հեռուստադիտողներ, թող 2014 թվականը ձեզ համար բարության տարի լինի։ Իսկ մենք հիշեցնենք, որ սա ընդամենը հաղորդում է եւ որ այն ստեղծված է տարբերվելու եւ արտիստներին եւս մեկ անգամ հիշեցնելու, որ հայելու մեջ գեղեցիկ պատկերն ունի հակառակ կողմը եւ որ բացի գովաբանվելուց նրանք նաեւ պետք է քննարկվեն ու քննադատվեն։ Իսկ մենք այս ամենն անում ենք հաճույքով եւ նոր սկանդալներ գտնելու ակնկալիքով։ Դե ինչ կհանդիպենք արդեն նոր 2014 թվականին։ Շնորհավոր նոր տարի։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, կոտորակ 21, հեռախոս 53 88 20։